Գյումրի փողոցները առաջին հայացքից են մատնում, քաղաքում նախընտրական տրամադրություն է։ Հին ու նոր դեմքերով պաստառների ու ցուցանակների պակաս չկա։ 9 քաղաքական ուժ են մտել ընտրապայքարի մեջ։ Քաղաքի տարբեր հատվածներում են, մեկը քարոզարշավի մեջ է, մյուսը պատրաստություն է տեսնում փողոց դուրս գալու։ Ժամանակը քիչ է շատ խնդիրներով քաղաքի մարդկանց համոզելու, որ եկել է հենց իրենց ժամանակը։ Քաղաքական լարվածությունն էլ մյուս կողմից։ Այդ լարվածությունը գալիս է իշխանական հռետորաբանությունից, այդ լարվածությունը գալիս է Գյումրի անընդհատ տարբեր պաշտոնյաների այցելություններից, այդ լարվածությունը գալիս է Գյումրիում տարբեր տեսակի ուժայինների թաքուն աշխատելավոճից։ Մեծ վարչական ռեսուրս է կիրառվում, մարդկանց անդադար համոզում են, որ դե իմաստ չունի ընտրությունների գնալ, ամեն բան արդեն որոշված է, ոչ մի բան էլ որոշված չի։ Հիմքեր իրեն մեղադրելու չկան, իշխանական ուժի քաղաքապետի տեխնացու Սարիկ Մինասյանը հակադարձում է ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իշխանությունը գործի է դրել բոլոր վարչական լծակները։ Եթե խնդիրը կա, այդ խնդիրը փորձում ենք լուծել։ Գյումրեցուն ինչ է հետաքրքիր։ Գյումրեցուն հետաքրքիր է այդ մարդը, ով իրենց մատից փուշ կհանի։ Հիմա անունը ինչ ուզում է տնեն, ուզում են տնեն վարչական ռեսուրսի կիրառում, չգիտեմ ինչ, ճնշումներ։ Գյումրեցին ինչու հենց իրեն ու իրենց թիմին պետք է ընտրի հարցին պատասխանելիս Մինասյանը առանձնացնում է իրենց հատ ճանապարհն ու աշխատանքային փորձը։ Ասում է քաղաքի դարն ու ցավը լավ գիտի։ Գյումրու խնդիրներին պակաս ծանոթ չեն նաև ընդդիմադիրները։ Իմ հզոր համայնք կուսակցության քաղաքապետի տեխնացու Ռուբեն Մխիթարյանն ասում է, վերջին տարիներին Գյումրիում արած ներդրումները, անցած փորձը իրեն ու թիմակիցներին հնարավորություն են տվել լավ պատկերացնել քաղաք փող բերելու, այն համաչափ զարգացնելու, զբոսաշրջային մեծ հոսքեր ապահովելու, կոմունիկացիաներ ստեղծելու ճանապարհները։ Ասում է, բնակ ֆոնդից մինչև թափառող շների խնդիր, հողի վրա շոշափելի ծրագիր են կազմել, ներկայացրել ընտրողին։ Հիմնական շեշտը դնելով զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա եւ մեր նախկինում ունեցած արդյունաբերական հզորությունների աստիճանական վերականգնման վրա մեր պատկերացմամբ Գյումրին կարողանալու ենք դարձնել արդյունաբերական, տեխնոլոգիական եւ զբոսաշրջային մեծ կլաստեր։ Հանգիստ եղեք, ժողովուրդը Գյումրին 13 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որ ակտիվ քարոզարշավի մեջ է, համագործակցությունները չի բացառում։ Ասում է, ամեն ինչ ընտրություններից հետո կերևա, բայց նախապայմաններ, կարմիր գծեր ամեն դեպքում ունի։ ԿՊ-դ միանշանակ կոալիցիա չեմ կազմելու եւ նայելու եմ նրանց, ովքեր որ ԿՊ-ին չեն բերել։ Իսկ եթե դաժե բերել են ԿՊ-ին, այն մեկը, որը տղամարդություն կունենա ու կասի, որ վերևը այդ կուսակցության տերերը իրան չեն կարող ուրեմն թելադրել, ես տղամարդավարի խոսք կդամ, որը սենց կպահեմ, սենց կանեմ, նենց կանեմ, այդ ժամանակ կնայենք։ Կոալիցիաներին առհասարակ դեմ եմ, Ժամին ասում է, ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր, մեր քաղաքը դաշինքի քաղաքապետի տեխնացու Մարտուն Գրիգորյանը։ Չեք համագործակցելու, կոալիցիաներ չեք կազմելու, հարցնում ենք։ Ասում է, համենայն դեպս փաստաթուղթ ոչ մի ուժի հետ չի ստորագրի, կոալիցիա չի կազմի, պետք լինի բանավոր կգործակցեն։ Համագործակցության մասին է խոսքը, ոչ մի փաստաթուղթ ոչ մեկի հետ չեմ ստորագրելու։ Առանց նախապայմանների համագործակցություն։ Արդեն ընտրություններից հետո կտեսնենք, հա։ Բայց ի սկզբանե պիտի հասկանանք ուր է ուղղորդվում այդ ամեն ինչը։ Իմ հզոր համայնք կուսակցության քաղաքապետի տեխնացուն էլ համագործակցությունների պատրաստ է, Մխիթարյանը թունդ է ընդգծում միայն ընդդիմադիրների հետ։ Իմ տպավորությունները այնպիսին են, որ Գյումրին ունենալու է կոալիցիոն իշխանություն ու այդ կոալիցիոն իշխանության մեջ ընտրություններից հետո եթե մեծ ձայներ պետք լինի իշխանություն դառնալու համար մենք բանակցելու ենք մեր գործընկերների հետ, բայց եթե նաև մեր ձայները պետք լինի, մենք նույնպես բացենք բանակցությունների համար ընդդիմադիր գործընկերների հետ։ Իդեպ, նախորդ ընտրություններում գյումրեցիների մասնակցության ցուցանիշը ընդամենը 24% էր։ Այս անգամ շուրջ 37 տարի դոմիկներից դեռ չազատված աշխատատեղերի մեծ պակասով, աղքատության զգալի մակարդակով, անգամ թափառող շների հետ պայքար տվող գյումրեցին որքան անտարբեր կլինի ու որքան ոգևորված իր քաղաքի ապագայով կիրակի պարզ կդառնա։ Տիգրան Յուգուրղինյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։